Պարոն Ղուլյան, այս պահին մենք ուղիղ եթերում ենք եւ Արցախայությունը եւ ընդհանրապես այստեղ նախագահականի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ես կխնդրեմ նշեք, թե հիմնական պահանջը որն է եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Երևի որևէ գաղտնիք չկա, պահանջը այսօր Երևան ժամանող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիվենսի հանրային այդ պահանջը ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է պահանջին, ապա կարծում եմ վերջին մի քանի օրերին շատ կոնկրետ ձևակերպվել է, որ մեր հանրությունը նման ակնկալիք ունի, որ Հայաստանի գործող իշխանությունները պետք է անպայման օգտագործեն առիթը, դիմեն ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի այս հարմար պատեհ ճիշտ օգտագործվի եւ Դիվենսն էլ Երևան այցելելուց հետո Բաքու այցելության իր ծրագրում անպայման հաշվի առնի այն հանրային պահանջը, որ մեր հասարակության մեջ արցախցիների եւ ոչ միայն բոլորի մոտ էլ կա։ Առաջին հերթին դա Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակելու եւ տուն վերադառնալու հարցն է, եւ երևի թե սրանից ավելի հարմար պահ չլինի։ Կարծում եմ դա պետք է վերաբերի ոչ միայն ամերիկյան բարձրաստիճան, բոլոր մյուս ազդեցիկ երկրների բարձրաստիճան նաեւ պաշտոնյաներին պետք է դա ուղղված լինի, որովհետեւ այլ հնարավորություն հաշվի առնելով, որ այդպես կոնկրետ այդ թեմայով ուղղակի բանակցություններ չկան, իսկ եղած բանակցություններում էլ որևէ հրապարակային խոսք չկա, որ գերիների թեման արծարծում է, բարձրացում է, երևի թե սա այն բացառիկ հնարավորություններից մեկն է, որ հանրությունը դուրս է եկել նաև իր պահանջը ներկայացնելու։ Պարոն Ղուլյան, իսկ ինչքանով եք իրատեսական համարում այս ճանապարհով Բաքվի պատանդարված հայ գերիների վերադարձը այն դեպքում, երբ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բարձրացվեց այդ խնդիրը, սակայն Հայաստանի գործող վարչապետի Նիկոլ Փաշինյանի կողմից կարծես թե շրջանցվեց այդ հարցը։ Խնդիրը հենց դա է, որպեսզի եթե Ամերիկայում այդ թեման բարձրացվել է, բայց համապատասխան արձագանքի չի արժանացել, ապա այսպիսի հավաքներով կարծում եմ մեր հայրենակիցները դեռ մոտենում են, այսպիսի հավաքներով ցույց տալ, որ Հայաստանի ներսում կա մեկ այլ պահանջ, կա նաև մեկ այլ օրակարգ, որը վերաբերում է, եթե խոսում է խաղաղության օրակարգի դարաշրջանի մասին, ապա դա հումանիտար ասպեկտը հենց այդ խաղաղության օրակարգի մասին է։ Եվ շատ բնական է, որ մարդիկ դրան վերաբերում են թերահավատությամբ, քանի որ եթե Բաքվում կան հայեր, ովքեր այս պահին գտնում են բանտերում, ում հանդեպ դատավճիռներ են կայացվում, շինծու ստեղծված քրեական գործերով, ապա սա նշանակում է, որ այդ նույն խաղաղության ասած դարաշրջանը դեռ շատ հեռու է իրականությունից։ Պարոն Ղուլյան, եւս մեկ հարց, օրերս փետրվարի 5-ին հրապարակվեց, Բաքուն հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ծանր եւ ապօրինի դատավճիռները, ըստ որի նրանցից 5-ը ցմահ դատապարտվում են, իսկ երկուսը երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Դուք նրանց հետ եղել եք մտերմիկ հարաբերությունների մեջ եք եղել, նրանց հետ աշխատել եք, գործընկերներ եք եղել, եթե էմոցիոնալ ֆոնով ասենք, դուք ինչպես ընդունեցիք այս լուրը։ Շատ վատ, մեծ ցավով եւ խոր ափսոսանքով, որովհետեւ բոլոր այդ մարդկանց ձեռնշած եւ նախկին հանրապետության նախագահների, ազգային ժողովի գործադիր իշխանության ներկայացուցիչների ամբողջ գործունեությունը եղել է ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև տարածաշրջանում խաղաղություն հաստատելը։ Այն ինչ թվում է, թե հիմա փորձում են իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Հետևաբար այն ինչ որ
ներկայացում է նրանց որպես մեղադրանք, ես կարծում եմ որևէ հիմք չունի, եւ եթե արդար դատավարություն լիներ կամ համապատասխան դատավարական գործընթացների այդպիսի ընթացք ապահովեր, լինեին նորմալ փաստաբաններ, դրսի աշխարհին հնարավորություն տրվեր, որպեսզի նրանք մասնակցեին միջազգային կառույցներ եւ լրագրողներ, թերևս այսպիսի գուցե եզրափակիչ մաս չեր ունենա, բայց քանի որ ամեն ինչ կատարում է փակ, իրենք են որոշում, վստահ եմ, որ այդ նույն մեղադրանքները ոչ թե հորինված են միայն, այլ դրանք շատ վաղուց են գրված եղել եւ նույն դատավճիռներն էլ շատ վաղուց արդեն պատրաստ են եղել։ Նորից եմ ուզում կրկնել բոլոր այդ մարդկանց մեր հայրենակիցների, առաջին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նույնիսկ այն ռազմագերիների, որ այսօր գտնվում են, նրանք իրենց ընտանիքների պաշտպանության համար են երևի հապաղել եւ հայտնվել այնպիսի միջակայքում, որ գերեվարությունն է եղել միակ երևի հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե միայն մենք պիտի ասենք եւ երբ որ մենք խոսում ենք այդպիսի հնարավորություն ստեղծելու մասին, հաշվի առնելով, որ Հայաստանի գործող իշխանությունների շատ ներկայացուցիչներ ժամանակին շատ մեծ այդպես շփումներ են ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, ես կարծում եմ, որ հենց նրանք առաջին հերթին պետք է փորձեն միջազգային իրենց պարտներներին, այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաներին հասնել այն իրողությունը, որ մեր հայրենակիցները անապաղ պետք է վերադարձեն իրենց ընտանիքներին։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դատավճիռներին, նորից եմ ուզում կրկնել, որ դրանք վաղուց գրված, հորինված են եղել, ինչ վերաբերում այդ տարբերությանը, ապա միայն ու միայն այն պատճառն է, որ մեր երկու նախկին նախագահները պարզապես 65 տարին անց են եւ դրա համար նրանց նույնիսկ Ադրբեջանի օրենքով իրավունք չկար ցմահ բանտարկության։